Բարձր ջերմություն, հազ, քթահոսություն, մկանահոդացավ։ Աշնան վերջից սեզոնին բնորոշ ամենատարածված սուր շնչական վարակներն են գլուխ բարձրացրել, անմասն չթողնելով ոչ մի տարիքային շեմում գտնվող մարդկանց, բայց թիրախում 0-ից 5 տարեկաններն են։ Կապանի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ընդհանուր թիվը 1732 է։ Դեկտեմբերին նրանցից 1150-ն են ներկայացել մանկապարտեզ։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունեցել ենք բացակայություններ, սուրշնչառական վարակներով պայմանավորված հիվանդություններով պայմանավորված բացակայություններ, բայց դա նորմալ երևույթ է, վերահսկելի էր, այդքան վախենալու չէր, խուճապի մատնելու առիթ չենք ունեցել, քանի որ ամեն տարի այդ ամիսներին, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունենում ենք բացակայություններ կոնկրետ սուր շնչառական վարակներով պայմանավորված։ Այսօրվա դրությամբ մենք 137 ցուցակային երեխաներից ունենք 123 հաճախելիություն, որը հունվար ամսվա համար շատ լավ ցուցանիշ է։ Բացակայությունների թիվն այս ամիսներին օրինաչափ է համարում Հասմիկ Ավետիսյանը։ Քութեշի, ջրծաղիկի եւ այլ դեպքեր եւս արձանագրվել են մանկապարտեզներում, սակայն գերակշռողը սուր շնչական վարակն է եղել։ Նույնիսկ մեկ հաճախող երեխայով նախադպրոցական ուսումնական հաստատությունը շարունակում է աշխատանքը։ Ոլորտի պատասխանատուների խնդրանքն ու հորդորը մեկն է՝ ոչ մի դեպքում հիվանդ երեխային հաստատություն չբերել։ Ճիշտ է, մենք մայրիկներին էլ ենք շատ լավ հասկանում, որովհետև աշխատող մայրիկներն էլ են այստեղ դժվարությունների առաջ կանգնում, բայց խնդրում եւ հորդորում ենք բոլոր մայրիկներին, եթե զգում են, որ երեխաները հիվանդ են, ուղղակի չբերեն մանկապարտեզ։ Մանկապարտեզը գործում է անկախ բացակաների պատճառից, եթե դա համաճարակային դեպք չէ։ Ունեցել ենք Քութեշ, ջրծաղիկ, Փառք Աստծո այս տարի չենք ունեցել, բայց լինում է նաեւ նման դեպքեր։ Այդ դեպքում արդեն կատարում ենք համապատասխան միջոցներ բուժքրոջ հետ մեկտեղ։ Տարածված հիվանդություններով պայմանավորված հոսքը դեպի Կապանի պոլիկլինիկա չի դադարել, չնայած որ անցած տարին արտակարգ էր կապված հաստատության վերանորոգման հետ։ Սուր շնչական վարակների 5169 դեպք է արձանագրվել այստեղ, 2024-ի 5515-ի փոխարեն։ Իմունիզացիայի ղեկավարի խոսքով այս տարի վարակվածների թիվը թեև ավելի քիչ է, բայց հիվանդության ընթացքն առավել բարդ է եղել։ Շրջանառվել է գրիպի H1N1 խմբի վիրուսը։ Հաճախակի բարդություններից են սինուսիտները, դա նշանակում է, որ քթեհաբիլան խոռոչների ծոցերի բորբոքումները շատ մեծ թիվ են կազմում որպես բարդություն։ Բարդությունների մեջ է մտնում թոքաբորբերը։ Մինչև 1 տարեկան երեխաների մոտ գրիպը ընթացել է օտիտներով, այսինքն միջին ականջի բորբոքումներով։ Հաճախակի ծանր ինտոքսիկացիա եւ տոքսիկոզով ընթացող հիվանդները բուժվել են ստացիոնարում։ Այդ իսկ պատճառով հիվանդների մեծ մասը անցել է ստացիոնարով, որովհետեւ շատ բարձր ջերմությունը 39 եւ ավելի հնարավոր չէր արտահիվանդանոցային պայմաններով բուժել, անկախ նրանից թոքաբորբ է թե ոչ։ Գրանցվել է նաև ջրծաղիկի 177 դեպք 2024-ի 234-ի փոխարեն, Քութեշի 4 նախորդ 77-ի եւ թոքաբորբի 48 դեպք նախորդ 70-ի փոխարեն։ Իմունիզացիայի ղեկավարը թվերի նվազումը կապում է պատվաստման հետ, չնայած չպատվաստվողների առկայությանը ցանկացողների թիվն ավելի շատ է, ինչի շնորհիվ մի շարք ինֆեկցիոն հիվանդություններ արդեն նահանջում են։ Ղեկավարվող ինֆեկցիայի կոչումային ինֆեկցիաները, որոնց դեմ կան պատվաստումներ, ղեկավարվող ինֆեկցիաների դեպքեր չենք ունեցել։ Նույնիսկ կարմրուկի դեպք ամբողջ հանրապետությունում ունեցել մենք չենք ունեցել։ Հիմա մի քիչ գլուխ է բարձրացել օրինակ էնտերովիրուսը։ Սովորաբար եթե մենք մի շարք ինֆեկցիաների դեմ պատվաստում ենք, գլուխ են բարձրացնում մի քիչ ավելի թույլ, մի քիչ ավելի չարձանագրված ինֆեկցիաներ։ Էնտերովիրուսներն, որոնք կոքսակի վիրուսներն են օրինակ, միշտ էլ արձանագրկային գրականության մեջ, բայց հիմա որովհետև կարմրուկ, կարմրախտ, Քութեշի քանակությունները, նաև ջրծաղիկը սկսում են քիչանալ, էնտերովիրուսները գլուխ են բարձրացնում։ Տարին մեկնարկել է վարակների ցածր ակտիվությամբ, առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ։ Բժիշկները հորդորում են չվախենալ սուր շնչական վարակներից, քանի որ հիվանդանալու դեպքում ձեռք է բերվում իմունիտետ։ Միևնույն ժամանակ հիշեցնում են, վիրուսը չտարածելու առաջին նախապայմանը առողջ երեխաների հետ չշփվելն է։ Նարեխ Խաչատրյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։